Նրանց կամ հələ մի րոպե էլի, տեսեք, ով է Կայա Կալասը, մի հատ ընկալում է էլի այդ կերպարի։ Էստոնուհի այդ Պրիբալտիկայի հակառուսական այդ շատ դեպքերում իրացիոնալ հակառուսականության այդ խտացումն է իրանից ներկայացնում, ում ընկալմամբ այդ ֆիքսված, մանյակալ ֆիքսվածություն ունի ամեն ինչ մի կողմ Ռուսաստանին վնասելու այդպես գաղափարով, մանյակալ գաղափարով առաջնորդող մեկն է, հայտնվել է բանում, բարձր պաշտոնի եվրոպական դիվանագիտության ղեկավարն է եւ իրացնում է իր հակառուսական այդ ամբողջ այդ ինքն ու ֆոն դեր Լյայեն, այդ երկու հակառուսական մանյակալ ֆիքսվածություն ունեցող կին, հա, այդպես ոչ միայն Եվրոպայի հետ են անիծում, որտեղ լուրջ ընդդիմություն կա, հենց եվրոպական զոնայում քիչ առաջ ասեցինք, գտնում են մի մասը, որ պետք է Ռուսաստանի հետ նորմալ առևտուր անել։ Սրանք դեմ են, իրենց շահերին անգամ դեմ գնալով են դեմ։ Հիմա Կայա Կալասի համար հայկական շահ չկա նման բան։ Էստոնիայի կարծեմ նախագահն ա եղել, թե վարչապետն ա եղել մինչև այստեղ նշանակվել է, չէ՞։ Հիմա ինքը մտածում է, որ բացի Հայաստանը հակառուսական պլազդարմ սարքելուց բացի Հայաստանը որևէ կերպ չի հետաքրքրում։ Եվ ինչ են անում, հասկանալով որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շատ ցածր է, որ վերարտադրվելու հավանականությունը գրեթե զերոյական է, իրանք ի սկզբանե պատրաստում են ապագա ընտրությունները վարկաբեկելու իրավաքաղաքական հիմքը, բերելու են այդ բաներին, հա, այդ հիբրիդներին, եւ այդ հիբրիդները ինչ որ X պահի, երբ որ Նիկոլի համար շատ տհաճ պատկեր ստացվի, հա, ամսի 7-ի ուշ երեկոյան հայտարարելու ասելու են այս արդյունքները կեղծված են ընտրությունների, որովհետև հիբրիդային հարձակում է տեղի ունեցել իբր Ռուսաստանից, ամբողջը արվում է դրա համար, որպեսզի ընտրության արդյունքները ի սկզբանե հարցականի տակ դրվեն, ապա լեգիտիմացնեն նոր պետականակենտրոն իշխանության ձևավորումը։ Ինչ տեսք ունեն այդ հիբրիդային հարձակումները, ես շատ պատկերավոր հասկանալ արտաքինից էլ շատ զզվելի տեսք ունեն։ Չես հասկանում, որ սերի ներկայացուցիչն անգամ այստեղից պետք է գալ էլի Արամ ջան։ Այդ շատ նման է այն առաքելությանը, որ այդ եվրադիտորդները իրականացնում են մեր սահմաններին, իբր էլի հերադիտակով խաղաղություն են պահպանում, էլի։ Եվ հետո պարզվում է, որ նաև տեղեկություններ են տրամադրում Ադրբեջանին, այդ մասին հրապարակում ա եղել, եվրադիտորդները, այստեղից դիտումներ են անում, չէ՞ ինչն են դիտում։ Հետո հրապարակումներ եղան մամուլում, որ իրենք տեղեկություններ են տալիս Ադրբեջանին։